իմ սերը սուրբ է առանց սիրո կյանք չկա Սիրով սիրտս միայն կոն է առանց քեզ էլ սեր չկա Թեկուզ աշխարհն իմն էլ լինի քո նմանը էլ չեմ գտնի դու միակն ես այս աշխարհում հավատա ինձ քեզ եմ սիրում Վերջերս Ստեփանի գործներ նորից փորփրում Չոր արխիվներ էր հանել, չոր բաներ էր գտել Ասում եմ հանկարծ դրա համար վնասված չլինի Այ, Ստեփանի գործը Ինչին էր պետք Դե ուզում էր գոռին օգներ Ասում էր մի բան անեմ գոնե խիղճից մի քիչ թեթևանա Բարակ ասա ինչի՞դ էր պետք Աստորեն դու էլ ես մտածում որ դրա հետ է կապված Ավար ջան, բարի երեկո Ես ինչ կա, ոնց ես Դու Նորմալ Բա ես ինչ կա Հեչ, առանձնապես բան չկա Հայ, ես եմ խնդրել, որ ավակը գամ Բարձա Ուզում էի արբիի մասին խոսել այդ աղջիկը այստեղ Մենակա ոչ ոք չունի, մտածեցի ինչով կարող եմ օգտակար լինել, օգնել Հա Բարձա Շնորհակալ Արփին լավ առանձնապես օգնելու բան չկա Շնորհակալ եմ Դե լավ ես գնամ Դե ուր ես գնում ավակ ջան նստի մի կտոր հաց ուտենք մի բաժակ բան խմենք Չմեռանք էլի կհանդիպենք Նաշ չունի Բարի գիշեր Ույս բարի Հա ինչ ես նայում Ասում ես աղջկանից է իր հարցեր տալիս Չէ, ուղղակի պատրվակ էր, ուզում էի գորի մասին ինֆորմացիա իմանալ, դե գորը հավաքեն ստանը շատ հաճախ է լինում Բա էլով ամբողջ օր է հավաքեն ստանը Այլ ավելի կար, ոչ ոք, էլ ոչ ոք չի լինի Երեխեք ինչ է կատարվում։ Ինչ է եղել, ոչ մեկը ձեզ նման չեք, հա։ Արփիկներս չենք ուզում երեկոտ փչացնել։ Համի ձևի ոնց որ բոլորս լավ չենք։ Ինչի՞։ Ինչ է եղել որ լավ չենք։ Ինչ եք տենց նայում։ Թթվել նստել եք, մի բան մտածեք, զբաղվենք, խաղանք։ Հապես ճիշտ բան ես ասում։ Հա։ Դե որ տենց է եկեք անկեղծություն թե համարձակություն խաղալ։ Այդ ո՞րն է։ Դպրոցում խաղացել ենք, չես հիշում։ Որ հարցեր են տալիս։ Որ հարցերին չես կարողանում պատասխանես, համարձակել պիտի անես։ Այսինքն այն ինչ որ քեզ կասեն։ Բարձա։ Համաձայն եք։ Դե ասեք, ոնց ենք անում, ոնց ենք սեսում։ Դու սկսի հաշվի, մեկից հաշվի։ Մեկ։ Թիվ կումար մինչև 3-ը։ 4 6 7
Ո՞նց հասկանամ տատիկը տունն է, թե չէ։ Ամենայն դեպս սենյակի լույսը չի վառվում։ Լավ ուր կարա լինի այդ աղջիկը։ Եթե այդ աղջկան մի բան եղավ, մայրը կյանքում իրան չի ների։ Ինչ փորձանք էր։ Դուր ձեռդ։ Չի համար։ Ինչ ես վստահում։ Չենք ընկնի։ Դե կարող ընկնենք, բայց կարող չընկնենք։ Դե հիմա ամենակարևորն է, որ ես քո ձեռը բռնել եմ։ Տատ, եթե ես քաղաքը անապատել լինի, հաստատ իմացի, որ ես քեզ կգտնեմ ու կյանքում կողքիցս հեռու չեմ գնա։ Ոնց հասկացար, որ այստեղ եմ։ Զգացի։ Դու զգալ էլ գիտես։ Գիտեմ, բայց Երանի չիմանայի։ Երանի ես քեզ չիմանայի։ Դա թեև սենց հա ճիշտ է։ Դու հետո ամեն ինչ կհասկանաս։ Ինչ ես մամայիս ու եղբորս պես խոսում։ Կմեծանաս կհասկանաս։ Ես իմ համար հանգիստ ապրում եմ, ինչի եկար, ինչի հայտնվեցիր։ Ինչի դեռ պետք է ամեն ինչը մհեր։ Ես իմ համար հանգիստ ապրում էի։ Ինչի եկար։ Ես քեզ ինչ վատություն էի արել։ Դա դու ամեն ինչին սխալ մեկնաբանություն ես տալիս։ Ինչի չես պատասխանում հարցիս։ Ինչի ինձ մոտեցար։ Որտեվ սիրում եմ քեզ։ Հասկանում ես, որտեվ սիրում եմ քեզ, տատ։ Քեզ այս վիճակով տենալ իմ համար մեռնելուց էլ վատ է։ Բայց ով եմ ես, հա։ Ինչ կարամ քեզ տամ, տատ։ Քո սերը։ Իմ սերը։ Էդ հերիք հա, տատ։ Էդ հերիք չի։ Ձերում ճիշտ էին ասում, դու ավելի լավին ես արժանի, հասկանում ես, դու իմ հետ ապագա չունես։ Ինչ ես խոսում, մհեր։ Ինչ ես սենց բաներ ասում։ Քեզ համար մեկ ահա ես ինչ եմ ուզում։ Չէ, մեկ չի։ Կհարցնես։ Ինչ հարցնեմ։ Հարցրու ես ինչ եմ ուզում։ Տատ լսի։ Մհեր, եթե քեզ համար մեկ չի, հարցրու։ Հարցնում եմ։
Հասա, ինչ ես ուզում։ Ես ուզում եմ միշտ քո կողքին լինեմ։ Եթե շնչեմ մենակ քո հետ։ Եթե ժպտամ մենակ քո աչքերին նայելով։ Իսկ եթե մահանամ, մենակ քո ձեռը բռնած։ Ես ամեն ինչի պատրաստ եմ քո համար, տատ։ Երբ որ մենք ստեղից իջնենք, մեզ նորից կփորձեն բաժանել։ Նորից նենց կանեն, որ չհանդիպենք։ Վախում ես։ Քո հետ ես ոչ մի բանից չեմ վախում։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բար հիշում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք, տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Ներ, հարց չունես ինձ տալու։ Լավ։ Արփի, ինչքան ժամանակ է արդեն Հայաստանում ես։ Հասրել ես ինչ-որ մեկին հավանես։ Այսինքն հավանել այն իմաստով, հա, որ… Հա, դու ինձ շատ ճիշտ հասկացար։ Դե, հա, Հայաստանում կա մեկում ես հավանում եմ։ Բարզա։ Կամաց հետաքրքրանում է։ Ինձ թվում այս ամբողջ խաղի ընթացքում միակ անկեցմոտ ես եմ, դուք ինչ-որ անորոշ պատասխաններ եք տալիս։ Հիմա քո հերթն է։ Չես ուզում Արփիկին հարց տաս։ Արսեն։ Հա, ուզում եմ։ Չէ, իվարկյան։ Չէ, համաձայն չեմ։ Այսպես դուք իմ բոլոր գաղտնիքները կիմանաք, այս անգամ ես ընտրում եմ համարձակություն։ Վստահ ես։ Այո, ինչ ես ուզում ես, ասենք, ես մի ոդկով գնամ խոհանոց քո համար ջուր բերեմ, կամ էլ կարամ 3 անգամ ծուղրուղու կանչեմ, կամ էլ եթե շատ ուզենաս, կարամ գնամ խանութ, գարե ջուր առնեմ ու հետ գամ։ Ասա։
Մենք գնանք։ Հասանք։ Չես գա ներս։ Ինչի համար։ Դե ուղղակի։ Լավ, եթե չես ուզում։ Չէ, չեմ ուզում։ Գորն ու Արփին համապատասխան զույգ են։ Չէ։ Ու ոնց հասկացա դու վաղուց էիր նկատել։ Դե հա, ես գիտեի, բայց երբեք չէի պատկերացնի, որ Արփին այդքան համարձակը գտնվի։ Համարյա Գորին ասաց, որ սիրում է։ Ու Գորն էլ ոչ պակաս քայլարեց։ Հետ ուղղակի անտակտություն էր արսեն։ Դե լավ, ես արդեն գնամ ուշա։ Բարի գիշեր։ Բարի։ Գնա։ Ամեն ինչ լավ կլինի։ Արփի։ Ես քեզ նեղացրեցի։ Արփ։ Ես չէի ուզում որ դու նեղանաս։ Գիտեմ։
կներես։ Դու նենեթը ամբողջ երեկոյի ընթացքում իրար էիք նայում։ Դա նկատում էինք թե ես, թե Արսենը։ Թվացել է։ Ինչ։ Չէ, գոր, չի թվացել, ես հիմար չեմ, չի թվացել։ Դու նենեթը իրար այնպես եք նայում, որ եթե ես չիմանամ դու ու Արսենը մտերիմ եք, կմտածեմ, որ քո ու նենեթի մեջ Սխալ կանեիր։ Գոր, ինչի համար էր ես ամեն ինչ, հա? Ինչի համար։ Կամ ավելի ճիշտ, ում համար։ Հա? Իմ ու քո։ Համոզված ես։ Բարև Ավակյանի։ Բարի երեկո ասեմ, թե բարի լույս։ Պապ Արսենն ու նենեթն էլ էին այստեղ ուղղակի նոր գնացին։ Հա, բարձ։ Ես էլ գնամ։ Հա, դու էլ գնա։ Առավոտը կգաս կխոսենք։ Ավակյանի, վաղը օրվա ընթացքում են տան համար կզանգեմ կգնանք նայենք։ Եղավ, պայմանավորվեցինք։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ամեն ինչ նորմալ, հա։ Հա, պապ ջան, ամեն ինչ շատ լավ է։ Ես ոնց է հավաքել էիր գլխիդ։ Չգիտեմ, ասեցի մի քիչ հավաքվենք, ծրվենք, զրուցենք։ Պապ, այդ ամանների կեսը լվացել եմ, թող մնա մնացածներ վաղը կլվանեմ, հա։ Նա։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Նենեթն ինձ երբեք այդ հայացքով չի նայել։ Ես այդ միշտ եմ իմացել։ Ներքուստ միշտ էլ իմացել եմ ես։ Բայց չեմ ուզել հավատամ։ Վերջից վարկել։ Չէ։ Ոնց ես։ Լավ, նորմալ։ Ինչի չէիր ասում, որ դու ու նենեթը բաժանվել եք։ Իսկ քեզ ով ասել։ Փաստորեն չեք բաժանվել։ Արդեն հաշտվել ենք։ Այդ լավ է։ Ուրեմն ասածս խոսքերը տեղ են հասել։ Մամա, դու ինչ ես ինձանից գաղտնի բան։ Հեչ ոչինչ, ուղղակի գնացել էի նենեթին տեսակցության։ Ու հետո ինչ եք խոսացել։ Հեչ, ինքը ասեց, որ այ, բաժանվել եք, ես էլ մտածեցի, որ Մամ, խնդրում եմ մի խաբի, գիտես չես կարեց խաբես։ Ինչ ես խոսացել հետո։ Տիգրան տղես, սենց էլ հնարավոր չի, ես հենց հիմա պիտի ոստիկանություն զանգեմ, վերջ։ Մի րոպե, մամ։ Բայց հեռախոսս,
Հեռախոսը սուր եմ դրել։ Մի րոպե սպասի, մամա։ Բայց ինչքան սպասեմ, Տիգրան, բա որ մի բան պատահած լինի։ Սպասի, մամա, ոչ միտեղ չզանգես։ Ասեմ այդ բան կա, ճիշտ եմ գամ։ Ոչ միտեղ չզանգես։ Այ Աստված ջան։ Ախր ինչքան սպասեմ։ Աստված ջան, երեխուս բան պատահած չլինի։ Տենաս գտավ մհերը։ Ես ինչ ես անում ստեարա։ Դա մի հատ հանգստացին։ Քեզ հարց եմ տալիս։ Քիես եք էստեղ։ Հա? Քուրս ընկերոջը թե տա, դու եկել ես ռազվետկի, հա? Լսի Տիկո, քեզ քանի անգամ ասեմ, որ քրոջը տեղը չգիտենք։ Մհերն էլ է հիմա սաղ քաղաքով ընկած քրոջդ ման գալիս։ Այդ որտեղ է ման գալիս։ Այս մեծ Երևանում պետք է մարդ կարանա գտնի, հա? Թե թափառելով քրոջս է ման գալի։ Լավ, ինչ ասեմ ես քեզ, հա? Ինչ ասեմ։ Ասա տենամ ինչ ես անում դու ստե, հենց հիմա։ Ես էլ եկել եմ տենամ Տաթևիկը տուն գալիս, թե չէ։ Որ զանգեմ մհերին, ասեմ էլ ման չգա։ Ասում ես չգիտես տեղը։ Դե փաստորեն գիտեի։ Տաթևիկ բարձացի վերև։ Տիգրան, խնդրում եմ լսի ինձ։ Ասում եմ բարձացի վերև Տաթևիկ։ Տոլը մի գոռա է։ Ես դու ինձ պետք է ասես, ես գոռամ թե չգոռամ։ Դու ավելի լավ է ինձ ասա տենամ ինչ ես ինձ խափում։ Ասում ես Տաթևիկի տեղը չես իմանա, բայց երդ գալիս եք։ Այդ ո՞նց է տենցել, նո որ։ Տիգրան, մհերը իրոք չգիտեր ես որտեղ եմ, ինքը ինձ պատահական է գտել ու տուն է հասցրել։ Իսկ եթե չես կարա շնորհակալություն հայտնես, գոնե մի կռիվ սարքի։ Տաթևիկ, դու բարձացի տուն, հա, ու քեզ խելոք կպայես։ Հա։ Պաստորեն սենց, հա։ Հա, տաճան բարձացի վերև, հետո կխասի, հա։ Լսի, քանի դեմդ կանգնած եմ, ես հարցերը լուծի, որտեվ հետո էլ շանս չես ունենալու հաստատ։ Քե։ Ես ուզում ես քաղաքից փախնես, հա։ Չէ։ Բա։ Ուղղակի Տաթևիկի համար պայքարելու եմ միջև վերջ։ Հա, մեկ էլ Տաթևիկին չնեղացնես հանկարծ։ Ինչ հարց ունես, սաղ իմ հետ։ Տիկո, արի քարը փեշիցդ թափի ու ես մարդկանց հանգիստ թող։ Աղբոր պես։ Չէ։ Ես այնպես քարա, որ չեմ կարա թափեմ։ Ափսոս։ Ուրեմն սաղ կյանքդ տենց գրուզով էլ ապրելու ես։ Հաջողություն։ Ախր ինչ ես այդքան բան ասել։ Մի օր առաջ լրիվ ուրիշ ձև էր մտածում, մի օր հետո եկավ արդեն մտափոխված, ես էլ ասում եմ ինչ ա եղել, դու մի ասա դու ես գնացել խոսացել։ Այդ աղջիկը մայր չունի, մեկը չկա, որ կողքը նստի, բացատրի, ասի։ Մեկն ու մեկը, որ ասի այդ երեխուն, չի կարելի այդքան տարիների փոշին վեր բարձրացնել ու այդ հիմար անհեթեթ դեպքի պատճառով բաժանվել։ Այդ քո ասած անհեթեթ դեպքի ժամանակ մարդը մահացել։ Ասի հերիքա, բավական է արդեն։ Ինչքան կարելի է նույն բանը, անվերջ։
Վերջ, մոռացի, հասկացանք։ Այդ անհեթեթ դեպքի պատճառով մենք 1000 անգամ այն աշխարհը գնացինք ու եկանք։ Մոռացի, առաջ գնա։ Սկսել ես պապայի նման խոսել, հա։ Հա։ Հա, հենց պապայիդ պես, որովհետև այս հարցում ուրիշ լուծում չկա, մենակ մոռացությունն է։ Ուղղակի մոռացի ու առաջ գնա, ապրի։ Եվ վերջապես ինչ որ մեկը նենեթին պիտի բացատրեր, ասեր, որ չի կարելի այդքան տարվա ձեր հարաբերությունները մի րոպեում քանդել, այդ շատ հեշտ է, բայց այդքան ջանք ու եռանդ եք չէ դրել ձեր հարաբերությունների մեջ, ձեր, ես չեմ հասկանում, դու սիրում ես այդ աղջկան, թե չես սիրում։ Հա, սիրում եմ, մամ, բայց ինձ պետք չէ այս հարաբերությունը զուտ նրա համար, որ ես եմ սիրում։ Զուտ նրա համար, որ սովորություն է դարձել, զուտ նրա համար, որ տարիներ են կորցրել, զուտ դրա համար։ Ես տենց հարաբերություններ չեմ ուզում։ Ու դու պետքա չխառնվիր։ Ինչի ես դու հիմա սենց լարված, ասում ես հաշտվել եք, ինչի ես դու սենց նեղված հիմա։ Մամ, խնդրում եմ, կլինի ինձ մենակ թողնես, ես պիտի մտածեմ։ Ինչ պիտի մտածես, ինչ ա եղել։ Էլի գորնա, չէ, էլի գորնա մեղա։ Մամ, խնդրում եմ, մենակ թող։ Կլինի իմ կյանքը թողես ինձ, ես որոշումներ կայացնեմ, ոչ թե դու։ Խնդրում եմ, մենակ թող։ Եղավ։ Բարի գիշեր։ Մամ, մի նեղացի։ Հիմա իմ հերթն է։ Դու էլ գորին հարց ունես։ Ինձ թվում էր դուք իրար մասին ամեն ինչ գիտեք։ Ամեն ինչ չէ որ գիտենք։ Իա։ Էդ ինչ հարցը, որ այսքան տարի հետաքրքրել է ու չես հարցրել։ Մեր դպրոցական տարիներին դու մեր սիրահարված գոր։ Երբ քեզ այդ հարցը տվել եմ, դու չես պատասխանել։ Արդեն չեմ հիշում։ Գոր։ Առաջին սերդ այդքան շուտ մոռացա։ Հիշելու բան էլ չկա։ Երանի քեզ։ Հիշելու բան էլ չկա։ Երանի քեզ։ Ում հերթն է։ Ես էլ գորին հարց ունեմ։ Համարձակություն։ Ես համարձակություն եմ ընտրում։ Վախեցար։ Այսօր հարցերն ավելի վախենալու են։ Վա։ Այդ դեպքում ուրեմն մեր համար երկի։ Երկեմ? Չէ, ես չեմ կարա։ Երկել չգիտեմ։ Մշակութային այդ համար ցույց տուր։ Ասմունքի։ Արսա։ Սա մի բան լինելու է։ Դու իմ կյանքն էիր։
կյանքի գինն էիր։ Լավագույնն էիր ամենքի մեջ։ Դու իմ գրքի մեջ ուրիշինն էիր։ Իմն էիր միայն իմ երգի մեջ։ Առաջինն էիր ու վերջինն էիր։ Իմ անքում անքեն տարերքի մեջ։ Դու իմ ձեռքի մեջ ուրիշինն էիր։ Իմն էիր միայն իմ վերքի մեջ։ Սիրուներ։ Ամոս Սահյան։ Հա։ Առաջին տարին գաղութում կարդում էինք։ Պետեից ուգուտ մնաց։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Բարև։ Նենեթը զանգեց, ասաց, որ կարող եմ գալ։
Գիտեմ։ Առանց ինձ զգուշացնելու տեղակ պահելու ինքը քեզ երբեք չէր զանգի։ Իսկ ես չեմ էլ կասկածում։ Ահա մեր պայմանը նույնն է մնում։ Դու 6 ամսից ավել էստեղ չես մնալու։ Իսկ ինձ ավել պետք էլ չի։ Լսի, գիտես, ես երբեք քեզ չեմ կարող հասկանամ։ Չեմ կասկածում։ Ես քեզ զգուշացնում եմ։ Եթե ինչ-որ կասկածելի բան նկատեցի, կամ ինչ-որ Հա? Այդ ինչ պիտի նկատես։ Ալինա, շնորհակալ եմ, որ եկար։ Ես եմ շնորհակալ, Նենեթ։ Ես եմ շնորհակալ, որ կանչեցիր։ Ինձ կներես այդ աղցանը ես չհասկացա։ Խնդրում եմ, մոռացի լավ։ Անցած լինի։ Լավ։ Դու չես գալիս ինձ հետ։ Ագնեսին պետքա չտեսնես։ Գործի դեր կապված։ Հա, պապ, անպայման կգամ։ Ուղղակի Արսենը պիտի գա իմ հետևից, մի հատ համալսարան մտնեմ, հետո նոր գամ։ Լավ։ Լավ։ Ալինա, իսկ դու անցի քո գործերին ու համարի, որ ոչ մի բան չի եղել։ Նենեթ։ Արս չենք ուշանում։ Ես արդեն դուրս եմ եկել օֆիսի ճանապարհին։ Ոնց արդեն գնում ես։ Հա, ուղղակի շտապել շուտ դուրս եկել։ Չես նեղանում, չէ՞։ Չէ, Արսեն, նորմալ է։ Ուղղակի որոշել ենք միասին գնալ։ Դե ոչինչ, այսօր էլ սենց ստացվեց։ Լավ, դե խոսանք։ Ինչ-որ բան է եղել։ Հա, երևի։ Լավ, ես գնամ Շուշանամ, երեկոյան կհանդիպենք, հա։ Լավ։ Այս ինչի եք սենց սպոսաբան չի եղել։ Չէ, նորմալ ասա։ Թոմա, ինչ։ Ես ինչ գոր, ես քնած եմ եղել։ Մենք արդեն պատրաստ ենք։ Խոսել եք արդեն բժշկել։ Հա, ամեն ինչ արված է։ Կարծում եմ կարող ենք դուրս գանք։ Փառք Աստծո։ Օ, ձեզ շատ չեն անհանգստացրել։ Թե եթե գիշերը մթում տեսնում եմ մի 3 ժամ չկա, հետո նոր գալիս եմ։ Ոնց։ Այդ երբ ա եղել։ Քորիկը երազ ա տեսել։ Առողջություն ձեզ։ Ապրես քուրիկ ջան, մեր երկու աղբոր մեջ կռիվ գցեցիր։ Ապրես։ Ուր եք եղել գիշերը, մեր ուր եք գնացել։ Կպատմեմ, Գորջան, դու զգան կպատմեմ, էլի։ Մենակ չասես, թե էլի Տաթևի գետը կապված։ Բարձա, փաստորեն ճիշտ եմ, հա։ Արի դուրս գանք, հետո կպատմեմ, էլի։ Կասեմ սա։ Լավ, գնացինք։
Լավ, Տաթև, գնա դասերիդ, ես կսպասեմ ստեղ քեզ։ Ինչ ես դες նայում ինձ։ Հələ գոհ մնա, որ մամային համոզել եմ, այսօր թողի գազ դասի, Տաթև։ Հիմա ինչ առանց քեզ ոչ մի քանի իրավունք չունեմ անելու։ Չէ։ Ես միջև մայրի հարցերը չլուծեմ, դու իմ ուղեկցությամբ գնալու ես դասի գազ տուն։ Տիգրան, ես քեզ բացատրեցի, որ ես ու Մհերը էլ չենք հանդիպելու։ Հանգիստ թող իրան։ Հա որ չեք հանդիպելու, ինչի համար ես խառնվել իրար որ։ Գնա դասերից շուշանաց։ Թոլը փորձվի գա էլի։ Կամ ինքը, կամ իր անգերը, հələ թող մի հատ փորձվի։ Բարև ձեզ։ Ես դրսում կսպասեմ, մինչև դուք վերջացնեք։ Դու չես պատրաստվում աշխատել։ Դե մտածեցի, որ Նենեթը էստեղ է։ Դե Նենեթն էլ քեզ հետ միասին նույն ֆիրմայում աշխատել։ Հա? Հա? Ինձ իշացրու, ես քեզ ասել եմ, որ երբ սիրտդ ուզի կարաս ինձ զանգես։ Օրինակ Կարամանը մնենց բան, որ երբեք ոչ մեկին չես վստահ։ Իսկ ես Կարաման եմ, ցանկացած բան։ Ալո։